Նիկոլ Փաշինյանի վախերի մասին թերևս իր գործողությունները ավելի լավ են խոսում, քան կարող եմ ես գնահատել։ Ես ուղղակի Հայաստանի Հանրապետության արժանապատվություն ունեցող քաղաքացի եմ, ով տեր է կանգնելու իր եկեղեցուն, իր հայ լինելու իրավունքին եւ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շուտով պետք է հեռանա։ Հա, իհարկե, բարերար եւ շատ լավ հայ։ Ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Սամվել։ Կարծում եմ, այո։ Որովհետև կարող է նա ընտրվի ազգային ժողով իր թիմով եւ մեծ վտանգ ներկայացնի այսպես կոչված վարչապետի համար։ Շատ լավ, բարերար մարդ է, բարեգործություն արի, Փաշինյանը ինչ արի, դրոբը դինդրե, կերավ Հայաստանը սաղ թուրքերին ծախեց։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը վախենում է բոլոր այն մարդկանցից, ովքեր ունեն հայ ժողովրդի աջակցությունը եւ տեսնում են որպես հետագայում վարչապետի ավելի նախընտրելի տեխնացու։ Մարդ պիտի ինքնասիրության, սրբության, գոնե մի կաթիլ մեջը լինի։ Վերև Աստված կա, թող ոչ մեկը չմոռանա։ Եվ Աստծո պատիժը անաստվածների հանդեպ շատ դաժանա լինելու։ Դրությունները հեսա մոտիկանում է արդեն, հունիսի 7-ին է, բայց ես նախընտրում եմ, ասենք, ճիշտ է, գաղտնիք է այդ ամենը, բայց չեմ ուզում ես Նիկոլին։ Ինքը որպես ղեկավար լինելով ասում է բոլորին կտանեմ բան, այդ ԱԱԾ-ի պատվալը, էդի ղեկավարի խոսք է, կամ ասում է բանը կփռեմ ասֆալտին։ Էդի ղեկավարի խոսք է, էդի չի կարելի։ Ենթադրում եմ, որ իշխանությունը երևի վախենում է, որ Սամվել Կարապետյանը կարող է որոշակի ինչ-որ իշխող դեր կամ ինչ-որ ավել դեր գրավի հասարակության մեջ, ձայների իշխող ձայնը գրավի դրա համար։ Ամեն դեպքում ինչ ձևի էլ հարուցած լինի գործը, միևնույնն է դա քաղաքական բնույթ է ինձ թվում է կրում։ Սամվել Կարապետյանն ընդհանրապես չպետք է ձերբակալեին։ Սամվել Կարապետյանին ես միշտ տեսել եմ որպես բարեգործ մարդ։ Ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից։ Բայց Նիկոլը բոլորից էլ վախում է, որ ակտիվ է։ Իրակեք Սամվել Կարապետյանը ինչի համար է այսքան ժամանակ անազատության մեջ է։ Այդ իր խոսքի համար, որ ասել է կլուծենք մեր ձևով, չէ՞, տես մի բան, դրա համար թե քաղաքական բան է, էլի դրա բանով են նստած։ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից ըստ ձեզ։ Ես կարծում եմ, հա։ Ինչի համար է բայց վախենում։ Թե մտածում է, որ իշխանությունը պահպանի, հանկարծ Սամվելը տեղը չնստի։ Վախենում է Նիկոլ Փաշինյանը։ Անպայման շատ է վախենում։ Իսկ քաղաքական բնույթ ունի, թե իրավական է Սամվել Կարապետյանի դեմ հարուցած։ Չէ, քաղաքական։ Ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը։ Իշխանությունը կորցնելուց ու դրա հետևանքներից։ Կարգին գործարարի մարդ է։ Թե մի հետո ասում են, որ դրան որպես տեխնացուն, ինձ թվում է, ես չգիտեմ, դեմք ու դիրքով ընդհանրապես իր բնությունը որ արժանիքներ ունի, որ այդ մարդուն բարալավ են գործարար մարդ է, չէ՞։ Թող իրեն հաջողություն